Շնորհակալություն, փորձեմ իմի բերել բոլոր այն հնչած կարծիքները, որոնք որ վերաբերում են Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ձևավորելու այս նախագծին։ Նախ ուզում եմ ասել, պարոն Քոչարյան, ձեր մազերի գույնի հետ կապված հիշատակումը արել էր Արուսյակ Ջուլհակյանը եւ բոլոր ձեր դիտարկումները կարող եք ուղղել իրեն։ Եվ իմ գործընկերներն ասացին, որ այս բոլոր մերժումները, որոնք որ դուք հնչեցնում եք, թե մենք մշտական հանձնաժողով ենք ստեղծելու, դա մեծ խաբեություն է, քանի որ մշտական հանձնաժողովը հետադարձ ուժով չի քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիրը հովանավորում է Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Ուրիշ վերնագիր ուղղակի չկա։ Քաղաքական հովանավորչություն լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասով։ Անդրադառնալով նաև այս դեպքին, պարոն Կոնջարյան, ուղղակի որպես այդ ժամանակվա գործող ակտիվ լրագրող, ասեմ, որ Մհեր Սեթրակյանի մասով ստեղծվեց էթիկայի հանձնաժողով, Մհեր Սեթրակյանը ներողություն խնդրեց Մհեր Արշակյանից, ընդ որում ոչ մեկ անգամ, այո, այդ մեկը ուրեմն բաց եմ թողել, բայց այնուամենայնիվ ձեր հիշատակած ամենավատ падգամավորի դեպքով նախկինում ստեղծվել է էթիկայի հանձնաժողով։ Եվ ես, դե ուրեմն եկեք ճիշտը խոսենք, էլի, ես այն ժամանակ եղել եմ գործող լրագրող ու ես շատ լավ հիշում եմ այդ պատմությունները։ Հիմա ինչ վերաբերում է ակցիաներին, այո, այսօր ակցիաներ են անում եւ եթե դուք հիշում եք, այն օրը որ ակցիա էր տեղի ունենում, վարչապետն էլ այստեղ նստած էր, ֆիզիկական բռնություն գործադրելով ՊՊՑ աշխատակիցները լրագրողներին դուրս հանեցին այն մյուս օթյակից, եւ դրա համար այս կողմ են եկել։ Եվ հիմա անդրադառնալով այն հարցին, թե Ռիփսիմե Ջեբեջյանի հարցը դարձել է քաղաքական շահարկման առարկա։ Տիկին Ջեբեջյանը այստեղ է եւ չի թողի, որ ես որևէ այլ բան ասեմ, քան իր ակնկալիքն է։ Վստահաբար հայտարարում եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը լիազորել է մեզ իր հարցը քննարկել նաև լիագումար նիստերի դահլիճում եւ նաև Ռիփսիմե Ջեբեջյանը եւ 161 լրագրողներ են լիազորել, որպիսի այս նախաձեռնությամբ հանդես գանք։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես քաղաքական պատասխանատվության, ես ուզում եմ նաև անդրադառնալ, ես ճշտեցի այս ընթացքում Civic-AM լրագրողի եւ падգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի միջադեպին, օգնականի նկատմամբ 3-ից 6 տարվա ազատազրկման մեղադրանք է հարուցված եւ ես վստահ եմ, որ այդ պատիժը լինելու է։ Ուղղակի վստահ եմ, հաշվի առնելով քննության այս տեմպերը, բայց ի տարբերություն Ռիփսիմե Ջեբեջյանի դեպքի Լևոնը եւ падգամավորի օգնականը հարցազրույցի համար չեն։ Միջանձնային հարաբերություն ա եղել, այսինքն Լևոնը չէր մոտեցել հարցազրույց վերցնելու, սա ուղղակի ճշգրտման համար, բայց միևնույն է, պարոն Ալեքսանյան, հատուկ ձեր համար ասում եմ, ես նույն օրը դատապարտել եմ այդ դեպքը, կարող եք արխիվը նայել եւ ավարտում եմ։ Եվ վերջում, պարոն Քոչարյան, կրկին նույնն եմ ասում, ձեր հանձնաժողովից, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից մի падգամավոր իրեն պահեց անհարգալից հանրության նկատմամբ եւ նա քաղաքական պատասխանատվություն ցուցաբերեց, խոսքս Վիլեն Գաբրելյանի մասին է, մանդատը դրեց ու գնաց։ Իսկ ձեր ալեհեր մազերը ենթադրում էին ձեր բազմափորձ տարիքին, որ դուք առնվազն պիտի քաղաքական պատասխանատվության մասին մտածեիք, այլ ոչ թե այստեղ գայիք արդարանայիք, իսկապես անհարմար է։ Տիկին Ղազարյան ունեք ելույթ։ Ոչ։ Լրություն։